եկեղեցին եւ պետությունը անջատեն եւ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին։ Վարչապետի այս հայտարարությունը հոդս ցնդեց, քանի որ շատ շուտով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ականատես եղան նախադեպը չունեցող հակաեկեղեցական միարշավի, երբ իշխող քաղաքական ուժը ոչ միայն քմահաճորեն սահմանափակեց եկեղեցու իրավասությունները, այլև ուղիղ միջամտությամբ սկսեց կանոններ թելադրել, վարկաբեկել, ծաղրել, կեղծ մեղադրանքներով ձերբակալել հոգևորականներին ու եկեղեցուն սատարողներին, գրոհել Մայրաթոր Սուրբ Էջմիածնի վրա, հնչեցնել օրինական ընտրված կաթողիկոսին հեռացնելու կոչեր եւ քրեական հետապնդում հարուցել։ Իրավաբանները, օրենսգետները, հասարակական կազմակերպությունները, միջազգային կառույցներն այս միջամտությունը որակեցին օրենքի կոպիտ ոտնահարում եւ հակասահմանադրական, քանի որ երկրի գլխավոր օրենքով սահմանված է եկեղեցին եւ պետությունը անջատեն։ Լեմկին ինստիտուտը բաց տեքստով հայտարարեց, եկեղեցուն հարվածելը, պատմության դասագրքերը փոխելը եւ հոգեվորականներին կալանավորելը պատահականություն չէ։ Դա ծրագիր է, որի նպատակն է ջնջել հայի ինքնությունը։ Կարծում եմ յուրաքանչյուր գիտակից քրիստոնյա հայորդի չի կարող չդատապարտել ներկա իշխանության հայրենակործան եկեղեցաքանդ այս արարքները, որոնք արվում են ոչ թե ազգի հոգևոր կյանքի նորոգության, այլ միանշանակ կործանման համար։ Ուստի պարզից էլ պարզ է նրանց իշխանամոլ, անթաքույց նենգ նպատակը, ունենալ կամակատար, անդեմ, անսկզբունք եկեղեցականներ։ Հակառակ հազարավոր հավատացյալների բողոքի ու քննադատության, իշխող կուսակցությունը հակաեկեղեցական արշավը դարձրել է քաղաքական օրակարգի մաս եւ ամրագրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրում։ Շատ կարծում եմ արդար է եւ ճիշտ է, որ մենք այդ հարցն էլ ժողովրդի դատին ենք հանձնում։ ՔՊԱ-ականները ամենայն հայոց կաթողիկոսի հեռացումը, տեղապահի ընտրությունը, կանոնագրքի փոփոխությունը, նոր կաթողիկոսի ընտրության գործընթացը ներկայացնում են որպես եկեղեցու բարենորոգում։ Սա ոչ թե բարենորոգման օրակարգ է, այլ քաղաքական բիրտ միջամտության ծրագիր։ Ավելին, ակնհայտ է, որ այս օրակարգը փորձ է արվում լեգիտիմացնել ընտրությունների միջոցով, այն ներկայացնելով որպես հասարակական վստահություն ստացած նախաձեռնություն։ Հայաստանի իշխող կուսակցության նախընտրական ծրագրում կա մի կետ, որը չկա եւ չի լինելու աշխարհի որևէ կուսակցության նախընտրական ծրագրում։ Պարզվում է, որ եթե Աստված մի արասցե նրանք մնան իշխանության, նրանք պայքարելու են ամենայն հայոց կաթողիկոսի հեռացման համար։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի արձագանքը երկար սպասել չտվեց։ Հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ դատապարտում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում եկեղեցուն վերաբերող հակաօրինական կետերը։ Հայ եկեղեցու հազարամյա առաքելությունը չպետք է քաղաքական շահարկումների առարկա դառնա, ասվում է հաղորդագրության մեջ։ Իշխող կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է նաև իրենց իսկ կողմից հորինված եւ պարբերաբար հրապարակ նետվող հիբրիդային պատերազմ թեզը, որի նպատակը ըստ իրենց հայոց պետականության վերացումն է։ Այդ նոր օրակարգը կապելով հոգևորականների ու հայ եկեղեցու հետ, այս մղումները նույնությամբ համակնում են Օսմանյան Թուրքիայի օրոք, այսպես կոչված սինոդալ կառավարման նկարտումներին, ինչը երաշխավորում էր գաղութարար պետության կողմից Մայրաթորի նկատմամբ անմիջական վերահսկողություն եւ կառավարում հաստատելը։ Միջերոտարի կամքին համահունչ կառավարման կարգին ներդրման նպատակ հետապնդող ՔՊ կուսակցությունը փորձում է զրպարտչական խոսույթով հայաստանյան ծառայական Սուրբ եկեղեցին մեղադրել իբրև արտաքին ուժերի կողմից հայաստանի անկախության եւ ինքնիշխանության դեմ ուղղված միջոցի։ Հայ եկեղեցին պետական իշխանությանը յենթակայության ներքո հաստատելու նկարտումները ոչ միայն պարզապես հակասահմանադրական են եւ հակակոնվենցիոն, այլև հղեն ինչպես ազգային եկեղեցու, այնպես էլ պետականության հիմքերի խարխլման սպառնալիքներով։ Ակնհայտ է, որ հակաեկեղեցական այս արշավի թեզերը ճշգրտորեն համընկնում են ադրբեջանական իշխանության եւ իրենց հոգեվոր առաջնորդի նենգ նկարտումներին, պաշտոնական հռետորաբանությանը եւ կոնկրետ քայլերին։
Ի պատասխան իշխանական քարոզչամեքենայի մայրաթորն իր հայտարարություններում եկեղեցի պետություն հարաբերությունների ներկայացության առնչությամբ մտահոգություն հայտնելուց զատ բազմիցս նշել է, որ հայոց եկեղեցին երբեք չի ծառայել եւ չի ծառայում օտար ուժերի կամ արտաքին շահերի, այլ իր հավատարմությունն անսակարգ պահել է բացառապես հայ ժողովրդին, նրա պետականությանը եւ ազգային ինքնության պահպանությանը։ Այսպիսով անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին, կարծում եմ, ակամա մեղք է գործում եւ իրեն դուրս դնում առաքելական մեր Սուրբ եկեղեցուց։ Քանզի հենց այդ ընտրությամբ դառնում է մասնակից իշխանությունների հակասահմանադրական հանցավոր գործողություններին։ Կարծիք կա, որ գրպանային կաթողիկոս եւ հնազանդ եկեղեցի ունենալու ցանկությունն է դրդում օրվա իշխանություններին հակաեկեղեցական արշավ նորակարգ դարձնել, քանի որ եկեղեցին է այն միակ կառույցը, որը պարբերաբար տարբեր հարթակներում բարձրաձայնում է Արցախի կորուստի, բռնագաղթած արցախցիների, Բաքվում պահվող գերիների իրավունքների մասին։ Ալվարդ Նազարյան, Արթուր Սարգսյան, Եկեղեցական կյանք, Մոսկվա։